Պրոցեսը լիարժեք հասկանալու համար անհրաժեշտ է արձանագրել, որ 2007 թվականի նոյեմբերի 29-ի ԵԱԿ նախարարական կոմիտեի նիստում պաշտոնապես ներկայացված մադրիդյան սկզբունքներում նման բան չկա գրված։ Չկա գրված, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, այլ ասված է, որ միջանկյալ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղը սեփական կյանքի կազմակերպման համար կօգտվի որոշակի իրավունքներից եւ չկա ասված, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն միայն 7 շրջան։ Ասվում է, որ վերադարձվում են բոլոր 7 շրջանները։ Վերապահվում է արված միայն Քելբաջարի համար, որ պիտի վերադարձվի 5 տարի անց, բայց այս ընթացքում չպիտի լինի հայկական կողմի լիարժեք վերահսկողության ներքո եւ պետք է խրախուսվի այնտեղ բնակվող հայերի դուրս մղումը։ Այսինքն, վեր նշված երկու կետը, որ արտահայտում են Կազանյան գործընթացում, ոչ թե հիմնարար սկզբունքներ են, այլ բանակցային կոմպրոմիսային առաջարկներ, որոնք արտահայտվել են նաև ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների 2009 եւ 2010 թվականների Լակվիլայի եւ Մուսկոկայի հայտարարություններում հանրահայտ 3 սկզբունքների եւ 6 տարերի տեսքով։ Եվ հաճելիորեն Կազանյան գործընթացը գնում է առաջ։ Կողմերը կառուցողական բանակցում են եւ տպավորություն կա, որ Ադրբեջանը համաձայն է։ Իսկ ինչ կարող է սա նշանակել։ Մի պարզ բան, եթե կողմերը նման փաստաթուղթ են ստորագրում, Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը ապագա հանրաքվեի տեղի չունենալու պարագայում ըստ էության դառնում է տևական կարգավիճակ, գումարած Քելբաջարն ու Լաչինը մնում են հայկական կողմին։ Սա իսկապես բավականին լավ է։ Կողմերը համանախագահների եւ Ռուսաստանի ամենակտիվ մասնակցությամբ համաձայնեցնում են փաստաթուղթը եւ գալիս է ստորագրման պահը, որը նշանակվում է 2011 թվականի հունիսի 24-ին Կազանում։ Ու տեղի է ունենում առաջին հայացքից զարմանալի, բայց վերը շարադրվածի համատեքստում խիստ տրամաբանական մի բան։ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է ստորագրել Կազանյան փաստաթուղթը, ներկայացնելով լրացուցիչ 10 առաջարկություն։ Հանդիպման արդյունքներով ընդունվում է ոչինչ չասող մի փաստաթուղթ եւ գործընթացը փաստորեն հայտնվում է փակուղում։ Թվում է, թե այս մերժումից հետո Ադրբեջանը պետք է հայտնվի չափազանց ծանր դրության մեջ, որպես բանակցությունների ոչ կառուցողական պահվածքի կրող։ Իրականության մեջ, սակայն տեղի ունենում ուղիղ հակառակը։ Ադրբեջանը Կազանի առանցքային միջնորդի Ռուսաստանի հետ կնքում է շուրջ տարբեր գնահատականներով 3 կամ 4 միլիարդ ամերիկյան դոլարի ռազմատեխնիկական պայմանագիր, զուգահեռ սկսում է լարել իրադրությունը Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում, ճնշում գործադրելով հայկական կողմի վրա։ Ըստ այդմ 2012 թվականի ընթացքում արձանագրվում է հրադադարի խախտման 5972 դեպք։ Տեղի է ունենում 4 դիվերսիոն հարձակում Տավուշի մարզի Բերդ եւ Չինարի գյուղերի, Ճամբարակի եւ Հորադիզի հատվածում։ 2013 թվականին արձանագրվում է հրադադարի ռեժիմի խախտման 12986 դեպք, աճը նախորդ տարվա նկատմամբ 117%։ Դիվերսիոն հարձակումների թիվը մնում է նույնը։ 2014 թվականին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը դառնում են 37535, ինչը 2012 թվականի համեմատ ավելի 528%-ով։ Դիվերսիոն հարձակումների թիվը արդեն 6 է։ Այդ տարի է խոցվում հայկական ռազմական ուղղաթիռը Լեռնային Ղարաբաղի շփման գծի մոտակայքում։ 2015 թվականին արդեն դիվերսիոն հարձակումների թիվը 14 է, որոնք տեղի են ունենում թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին։ Հրադադարի ռեժիմի խախտումները այնքան են հաճախանում, որ 2015 թվականի երկրորդ կեսին ըստ էության վեր են աճվում մինի պատերազմների։ Չնայած սրան, միջազգային հանրությունը արգելք չի դնում Ադրբեջանի զենքի ձեռքբերումների վրա։ Ադրբեջանը պատժամիջոցների չի ենթարկվում, չի դատապարտվում։ Տեղի է ունենում ուղիղ հակառակը։ 2015 թվականի աշնանը, իսկ ավելի պաշտոնապես 2016 թվականի հունվարին համանախագահները իդեմս Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ներկայացնում են կարգավորման նորացված առաջարկ,
որտեղ Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ արտահայտությունը, տեղ չի գտնում։ Միջնորդների անունից նաև Հայաստանին ասվում է, որ լավ կլինի հրաժարվել Լեռնային Ղարաբաղին այդպիսի միջանկյալ կարգավիճակ հաղորդելու ակնկալիքից։ Այսինքն առնվազն 5 շրջանները պետք է Ադրբեջանին վերադարձվի առանց Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի, մինչդեռ այդպիսի կարգավիճակը արձանագրվում էր 2011 թվականի Կազանյան փաստաթղթում։ Հայկական կողմը ըստ էության մերժում է խիստ անընդունելի առաջարկը եւ դրանից ընդամենը 2.5 ամիս անց սկսվում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը, որը ավարտվում է հայկական կողմի համար 700 կամ 800 հեկտար տարածքի կորստով եւ բանավոր ձեռքբերված հրադադարով։ Ուշադրություն դարձրեք, 2016 թվականի 4-օրյա պատերազմը դադարեցնելու մասին փաստաթուղթ գոյություն չունի։ Դա նշանակում է, որ 2016 թվականի ապրիլի 4 օրից հետո այդ պատերազմը չի ավարտվել, որովհետև պատերազմը չի ավարտվել։ Այսինքն ինչ-որ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, դուք տեսաք 2020 թվականի պատերազմի ընթացքում մենք նույնիսկ 5 անգամ գրավոր ենք պայմանավորվածություն ձեռք բերվել։ Կարևոր է արձանագրել, որ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահները հասցեական չեն դատապարտում Ադրբեջանին 4-օրյա պատերազմի համար եւ 2016 թվականի հուլիսին կողմերին են ներկայացնում կարգավորման նորացված փաթեթ, որն ըստ էության կրկնում է հունվարի առաջարկի բովանդակությունը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։